Այսօրվա թեման, 4-րդ թեման է, մեղքի մասին է թեման, կոչվում է մեղք։ Այս թեման մենք պետք է անպայման շոշափենք, որովհետև փրկությունը հենց առաջինը, շուտով փրկության հարցը պետք է նայենք, վերաբերվում է մեղքից ազատագրում եւ հավիտենական դատաստանից ազատագրում, որովհետև հենց մեղքի պատճառով է դատաստանը եկել մարդկանց վրա, դրա համար չի կարելի անտեսել, բայց մենք պետք է ուսումնասիրենք 3 բաժիններով այս թեման, մեղքի սահմանումը, մեղքը ինչպես մտավ աշխարհ եւ նրա ազդեցությունը, եւ երրորդը մեղքից ազատագրում։ Օրինակ, ես հիշում եմ, երբ որ նոր էի հավատքի եկել, ոչ թե միայն ես, շատերը կան, որ ուզում էին Աստծո կամքի իմանան, ուզում էին տեսնեն ինչ է մեղքը, վերջ-վերջո իրենց պահեն մեղքից Աստծո դուրը գան, ասենց Աստծուն հաճելի լինեն։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում։ Մենք հեսա կնայինք, բայց հետո չենք ֆայմում, մեզ էլ չեն ասում, այդքան խորացած չեն այդ ժամանակ մարդիկ հավատքի մեջ, շատ երեսանց գիտեին քրիստոնեությունը, չենք ֆայմում, որ նայենք Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Ամեն ինչ ասում են, մի եղբայր այսպես ասում են, մյուսը այսպես ասում, մի հատ Աստծո մարդ այսպես է ասել, սա է մեղքը, ուրեմն մեղքի սահմանումը, առաջին բաժինը Եվ ասում եմ, մեղքը ճանաչեցնելու եւ բացահայտելու համար աշխարհում կան տարբեր սահմանումներ, ինչպես որ ես ասացի, սակայն Սուրբ Գիրքն ասում է, այս համարները հեսա կարդանք Սուրբ Գրքից, ասում է ամեն անիրավություն մեղք է։ Այսինքն ամեն իրավունքի խախտում մեղք է։ Օրինակ առաջին թուղթ Հովանու 5:17-ում այսպես է գրած։ Ասում է ամեն անիրավություն մեղք է։ Այսինքն Սուրբ Գրքով է այս խոսքը, որ ամեն անիրավություն մեղք է, ամեն իրավունքի խախտում մեղք է։ Իրավունքը ասում է Աստված ճանաչեցնելու համար իր օրենքը տվեց, որպեսզի օրենքով պաշտպանի ամենքի իրավունքը։ Օրենքով ցույց տվեց Աստված իրավունքի եւ անիրավության սահմանը, եւ այն մեր բարօրության համար էր։ Հիշում եք, որ հələ դեռ մինչև օրենքի գալը, գիտեք օրենքի երբ եկավ, Մովսեսի ժամանակով, այսինքն Աստված տվեց, բայց Մովսեսի ձեռքով գրվեց, որտեղ Աստված ասում էր վերցրու գրի, բայց ոչ թե միայն Մովսեսը գրեց, Մովսեսը գրքի մեջ գրեց շատ բաներ, սակայն երբ որ հիշենք Տասնաբանյան, ուշացուն դարձեք, Տասնաբանյան Մովսեսը չգրեց, Աստված ինքի ձեռքով գրեց։ Ասում է Մովսեսը բարձրացավ սարը, Աստված ասել էր Մովսեսին, որ 2 քարե սալիկներ տաշի, հետը վերցա բարձր եւ ասում է այնտեղ Աստծո մատով գրվեց այդ քարերի վրա Աստծո օրենքը։ Թեև առաջին անգամ ասում է, երբ որ Մովսեսը եկավ, այդ քարերը գցեց ջարդեց, երբ որ տեսավ Իսրայելը մեղքի մեջ է ընկել։ Բարկությունից չդիմացավ, գցեց ջարդեց, երկրորդ անգամ նորից քարեր կոփեց, ասենց հարթեցրեց 2 էլի սալիկ, բարձրացավ եւ երկրորդ անգամ Աստված իր մատով գրեց 10 օրենքները Աստծո մատով քարի վրա գրվեցին, թեև այդ 10 օրենքները Մովսես արտագրեց գրքի մեջ, մագաղաթի վրա այդ ժամանակ։ Եվ հասցրեցին մարդիկ մինչև մեզ։ Ուրեմն մինչև օրենքը էլի Աստված իրավունքի հարցը բարձրացրել էր, թեև փոքր չափով մարդուն սովորեցնում մի ծառ էր դրել Եվ սահմանափակում էր դրել, ասել այդ ծառից է չուտես, բարի եւ չարի գիտության ծառը։ Շատերը գիտեն, թե դա վատ ծառ էր, այդ կյանքի ծառ կար, դա լավ էր, ուրիշ ծառներ։ Եթե հիշեք, ծնդոց 1:31-ում ինչ ասում, Աստված նայեց, ինչ որ արել է շատ բարի էր։ Այս ծառն էլ շատ բարի էր։ Հաճախակի մարդիկ այս ծառի վրա ինձ հայացք ունեն, որպես թե մի մահվան ծառ չէր սա։ Իրավունք սովորեցնելու ծառեր, սահման ցույց տվող ծառեր, մարդու սովորեցնում է, որ սահմաններ կա, որ դու պետք է պահես, բայց մարդը խախտեց, կարելի ասել դա օրենքի նման ծառ էր, մի օրենք էր, որ ծառի կերպարանքով դրված էր Եդեմում, այսինքն միշտ Աստված իր իրավունքը ճանաչելու միջոցներ է տալիս, սակայն Մովսեսի միջոցով ավելի լայն ճանաչում տվեց իրավունքի մասին, Օրինակ ասենք, եթե գրված էլ չլիներ, եթե մենք հասկանայինք որպես առողջ մարդ, օրինակ գրքում կա գրած, ասում է, կույրի առաջ ոտք մի դիր։
Լավ, ասենք թե հանգարց չգրվեր այդ բանը։ Միթե մեր խիղճը մեզ չէր հանդիպանի, որ կույր մարդը գալիս է մենք ոտք տնեինք, դեմը գլորվեր։ Կամ գրած է խուլին մի հայոյիր։ Կամ իմ բարեկամներից մեկը ծանր լսում տղամարդ է։ Իր կինն էր իրեն անպատվում հայոյում, մեկը գիտի ամուսինը չի լսում։ Բայց Սուրբ Գիրքը ասում է մի արա։ Ուրեմն ասում է Աստված իրավունքի սահմանները, իրավունք եւ անիրավությունը իր օրենքով գծեց, որ մարդ իմանա որն է իրավունքը եւ անիրավությունը։ Իհարկե օրենքի մասին հատուկ թեմա ավելի խորը կնայենք, սակայն քանի որ մեղքի մասին է թեման, այսինքն խոսքը սա է, ամեն անիրավացի քայլ, ամեն անիրավություն, այսինքն նշանակում է անիրավացի, ոչ ճիշտ։ Նաեւ մեկ ուրիշ տեղում նույն միտքը Աստծո խոսքը ուրիշ կերպ է ասում առաջին Հովաննում 3:4-ում ասպես է գրած. նա ով մեղք է գործում, նա անօրնություն է անում եւ մեղքն է անօրնությունը։ Այսինքն մեղքը ինչ է? Անօրնություն է։ Այսինքն անօրնությունն ինչ է? Անօրինական քայլ, գործ կամ օրենքի խախտումը մեղք է։ Խոսքս պետական օրենքների մասին չէ։ Աստծո օրենքի մասին է։ Այսինքն մենք մեղքը ճանաչում ենք Աստծո օրենքով, որտեղ մանավանդ այս օրերում մենք շատ պետությունների մեջ գիտենք, որ անիրավ օրենքներ են անում, մեղք օրենքներ, անգամ օրենք է կոչվում, բայց այդ օրենքը տեղում մեղք է։ Մարդկանց թալանելու օրենք է, կամ ասենք մարդ կործանելու օրենք է, բարոյական խախտումներով օրենք է, եւ այլ։ Դրա համար ասում եմ, իմ ասած օրենքը Աստծո օրենքի մասն է, ոչ թե մարդկանց ոչ իրավացի օրենքների մասին, կամ էլ ոչ կատարյալ։ Ուրեմն ասում է ամեն անիրավություն մեղք է եւ ամեն օրնազանցություն մեղք է։ Ուրեմն Աստծո խոսքը ասում է, որ մեղքը ապստամբություն է Աստծո առջև։ Ինչու է որ մարդիկ բոլորը կոչվում են պարտական Աստծուն, Աստծո օրենքին, որտեղ ապստամբությունը Աստծո դեմ։ Օրինակ, եթե մի պետություն օրենք է որոշել, սահման է գծել, այս սահմանից չանցնես։ Այնպես որ երեսանց նայեք դե տարածք է էլի, հող է էլի, հողի վրով քայլեցիր։ Այնքան տեղեր կա կիլոմետրներով քայլես, մեկը չի ասի քեզ մեղք ես գործել, բայց տեղ կա որ սահման է գծած։ Եթե անցնես, անգամ հնարավոր է տեղում գնդակահարեն, եթե զգուշացման չի ենթարկվել, կամ էլ կբռնեն ամենակիչը կդատեն սահման խախտելու համար։ Բայց առաջին հայացքից դե հող է տրորեցի էլի։ Հա, ինչ որ մի բան անցա, մի ցանկապատ էր էլի, անցա կամ մի դուռ էր մտա դուս եկա։ Բայց այդ պետության արժև արդեն պետության նկատմամբ համարում է սա օրենքի խախտում։ Կամ եթե օրենքը որոշել է, գողություն չանես։ Եթե մարդը գողություն է անում, ոչ թե միայն մեղանչում է, այսինքն վնասում է նրան ումից որ գողացել է, նաև դրա պատասխանատուն օրենքն է։ Այսինքն պետությունն է, որ պետք է վերցնի եւ այդ մարդուն իր օրենքի համաձայն պատժի, դուժի ենթարկի։ Այսինքն տեսնում եք, որ եթե պետությունն է օրենք որոշել եւ խախտվում է, նշանակում է օրենքի խախտումը պետության դեմ է։ Նմանապես ամեն մեղք Աստծո դեմ է, որտեղ Աստծո օրենքների խախտում է տեղի ունենում։ Ապստամբությունը Աստծո դեմ։ Օրինակ, պատկերացրեք, ես եմ մեղանչել եմ որևէ եղբոր նկատմամբ, ասենք անպատվել եմ, պատկերացրեք։ Ես երկու տեղի հանդեպ եմ մեղանչել, թե եղբոր դեմ, թե Աստծո դեմ։ Ամենակիչը։ Դեռ չեմ ասում, որ եթե մեկի հորը անպատվես, ամբողջ ընտանիքը հետը իրեն անպատիվ է զգում, չէ՞։ Այսինքն տեսնում եք, որ օրենքի խախտում, այսինքն մեղքը իրականության մեջ ոչ թե լոկ խոսք է, ապստամբություն է Աստծո դեմ։ Ուրեմն իրականության մեջ ինչ է տեղի ունենում այսօր, Աստված մեզ թույլ է տվել բարին եւ չարը գիտենալ արդեն։ Թույլ է տվել կարծես թե այդ բարի եւ չարի ծառից ասենք ժամանակի մեջ թույլ է տրվել թափանցել իմանալ։ Օրինակ, Աստված երբ որ ասել է մի կերեք, մարդը այսպես է մտածում, որ Աստված դա ժամանակին պետք է թույլ տա, որ մարդը հասկանա, դրա շուրջ ուսուցում պետք է լիներ մարդուն, կամ թեկուզ ասել կերեք,
արդեն այդ ժամանակ Աստված էր թույլ տալիս իր խոսքով։ Գուցեև դա որոշված չէր, մինչև, ասենց ասած, երկար տարիներ այդ վիճակում մնա։ Օրինակ, ասենք, տունը դու ինչ-որ բան ես պատրաստել, պատկերացրեք, մեկի ծնունդն է, տան անդամի ծնունդ է, հյուրերը պետք է հավաքվեն, տորթ է թխված, դու որոշել ես խնջույքի վերջում տորթը կիսել։ Եվ երեխային ասում ես, որ ձեռք չտաս։ Օրինակ, պապայի ծնունդ է կամ մամայի ծնունդն է, մարդիկ կգան, վերջում իրար հետ կուտենք։ Մեկ էլ հանկարծ զգաս տեսնես երեխան ամբողջը կդրտել է, իր ուզած կերը մնացածն էլ խառնել է։ Թեև դա որոշված էր ուտելու համար, բայց ոչ ճիշտ ժամանակին օգտվեց երեխան։ Նորից դա համարվում է խախտում, անիրավություն արդեն ծնողի նկատմամբ։ Գուցե Աստված ժամանակին այդ ծառից օգտվելու հնարավորություն տար, արդեն ոչ թե մեղք կատարվելով կճաշակեին այդ ծառի պտղից, այլ Աստծո թույլտվությամբ եւ չես իմանում ինչպես ասենք այդ ազդեցությունը տեղի կունենա, որ մարդը սկսեր իրավունքն ու անիրավություն ճանաչել։ Բայց համենայն դեպս այդ ծառը ինքը կոչվում է բարի եւ չարի գիտության ծառ, այսինքն իրավունքի եւ անիրավության գիտության ծառ, այդպես կարելի ասել։ Բայց մարդը առաջ ընկավ իր իրավունքներից։ Սակայն, որ ասեցի Աստծո հանդեպ է անիրավությունը, հնարավոր է մեկը ասի, չէ, որ Աստված ինձ ազատ է ստեղծել, ես ազատ եմ, չեմ ուզում, ոնց ասած, հնազանդվեմ քո օրենքներին, դու քո օրենքներն ես դրել եւ այդպես ես որոշել իրավունքը անիրավությունը։ Իհարկե, երբ որ մենք ուսումնասիրում ենք Աստծո օրենքը, մենք տեսնում ենք Աստված իր հաճույքի համար չի դրել այս օրենքը։ Աստված հենց իրականում բոլորի իրավունքները պաշտպանելու համար է դրել։ Եթե հանկարծ Աստծո օրենքն էլ չհնչեր, Աստված էլ ասած չլի, եթե մենք կարողանանք հասկանալ, մենք կհասկանանք, որ օրինակ այս ապրանքը վերաբերվում է ուրիշին, չի կարելի գողանալ, կամ այն մարդուն չի կարելի սպանել։ Հանկարծ որ կարողանանք հասկանալ այդ կամը, ինչ կստացվեր։ Կլներ, որ հենց Աստծո օրենքին համաձայն ենք մենք։ Աստված ուրիշ բան չի արել, քան որ մենք ենք ճշմարտությամբ հասկանում։ Այսինքն իրականությունն սա է պահանջում։ Եվ ասում են, Աստծո օրենքը նրանց խճի վրա է գրված, նրանց սրտի տախտակների վրա է գրված, որ անկախ գրավոր օրենքից իրենք էլ են հասկանում ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Եվ հենց Աստված իրականությունն է բացահայտել, ոչ թե իր հաճույքով դրել է այդ օրենքները։ Մեղքի խոսքը սա է, որ Աստծուն ասում է. ես քո խոսքը չեմ ընդունում որպես վերջնական հեղինակություն եւ ճշմարտություն։ Մեղքի արտահայտությունն է սա, որ Աստծուն խոսքը չի ընդունում։ Օրինակ 3-րդ գլուխ Ծննդոց 2-ից 6-ը կարդամ ձեզ համար։ Օծին պատասխանում է Եվան, ասես, բայց այն ծառի պտղից որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասես մի ուտեք նրանց եւ նրան մի կպչեք, որ չմեռնեք, եւ օծը կնոջն ասես, բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ թե այն օրը, որ նրանց ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք, բարին եւ չարը գիտեցող։ Եվ կինը տեսա, որ ծառը լավ է ուտելու համար եւ թե հաճելի աչքերին եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ պտղիցը կերավ եւ իր հետ իր մարդուն էլ տվեց եւ նա կերավ։ Այսինքն ուշացու դարձում եք օծի սուտը, որ մենք անցած անգամ մարդ թեմայի մեջ ասենք այդ օծը ով էր, Սուրբ Գիրքի հայտնության գրքում բացահայտում ասում այն առաջին օծը բանսարկուն սատանան։ Այսինքն Սուրբ Գիրքը բացահայտում է, որ նա սատանան էր այդ օծի կերպարանքով Եվան երևացել, բայց ինչ ասում։ Եվան նրան ներկայացնում է Աստծո խոսք, ասում է. Աստված ասում է՝ մի կերեք, որ չմեռնեք, մի դիպչեք, հեռու մնացեք, բայց ասում է ոչ։ Այսինքն միշտ մեղքի խոսքը սա է, Աստծո օրենքին ոչ է ասում։ Եվ անգամ անիրավությունը սրա մեջ է։ Աստծո անունով է խոսում։ Չեք մեռնի, այլ Աստված գիտե, որ եթե ուտեք, բարին եւ չարը գիտեցող կլինեք, Աստծո պես կլինեք, Աստծո նման կլինեք։ Կարծես թե Աստված ճիշտ չէ ասել։ Աստված ասում է ուտեք կմեռնեք, բայց նա ասում է չէ, ուտեք չեք մեռնի, ճիշտ հակառակը։ Դրա համար հենց սատանա թարգմանվում է հակառակորդ։ Հենց առաջին իսկ վկայությունից, որ նրա խոսքը գրված է, մենք ասեցի, չէ, Աստվածաշնչի մեջ կա նաև հրեշտակի խոսք, չար թե բարի։ Տեսեք, այստեղ սատանայի խոսքն է գրված, բայց ոչ թե որպես ճշմարտություն է գրված,
այլ Աստված պատմությունը մեզ ներկայացրել, որ մենք իմանանք սատանայի ով լինելն էլ, միտքն էլ, եւ պատահական չի, որ նա կոչվում է սատանա, այսինքն հակառակորդ, ճշմարտությանը հակառակվող։ Աստված ասել է՝ ուտեք կմեռնեք, նա ասում է՝ չէ, չեք մեռնի։ Ուտեք, Աստծուն կնմանվեք։ Ճիշտ հակառակը։ Բայց մեջը սուտ խոստում կա։ Աստծուն կնմանվեք։ Ինչպես Աստծուն կնմանեն, եթե Աստծո պատվիրան են խախտում։ Աստծուն անարգում են։ Եվ մարդը խաբնվեց, Եվան խաբնվեց, այսինքն վերցրեց, կերավ եւ հաճելի էր աշկին, փափագելի էր եւ այլ, վերցրեց եւ կերավ։ Տեսնում եք, որ մեղքի արտահայտությունը սա է եւ կարելի ասել մեղքը միշտ Աստծուն ասում է ոչ։ Մի փոքր հիշեմ, իհարկե չկարդամ այդ խոսքը, այդ մի ինչ-որ դեպք է պատմում Տեր Հիսուսը աղքատ Ղազարոսի եւ հարուստի պատմությունը։ Հիշում եք, ասում է, երբ որ աղքատը մեռավ, ուղիղ էր նա Աստծո հետ, ասում է հրեշտակներն նրան տարան Աստծո, ասենք այդ սահմանը, որտեղ որ Աբրահամն էր, ասենք Աբրահամի գոգը, ասենք դրախտ։ Սակայն ասում է հարուստը մեռավ, թաղվեց եւ մինչ կրակի բոցերի մեջ տանջում էր, աչքը բարձրացրեց, հերոս տեսավ Աբրահամին։ Տեսավ եւ բնական է, ողորմություն խնդրեց մի կաթիլ ջուր անգամ, ասես շրթներից սկսվի, գոնե մի կաթիլ ջուր, բայց երբ որ Աբրահամը նրան իրականությունը ներկայացրեց, որ անհնար է այստեղից այնտեղ կամ այնտեղից այստեղ գալը, արդեն նա տեսավ, որ իր համար արդեն ամեն հույս վերջացած է, իր աղբերներին հիշեց, եղբայրներին, որ դեռ երկրի վրա են։ Այսինքն այսպես տեսավ նա, որ քանի դեռ երկրի վրա են, հույս կա այստեղ չգալու, այսինքն տանջանքի վայրը չգալու։ Եվ ասեց Ղազարոսին ուղարկի, այսինքն այն աղքատ Ղազարոսին ուղարկիր, որ գնա եղբայրներից վկայի, որ այսպիսի բան կա, որ չգան այս տանջանքի վայրը։ Ասում է, երբ որ Աբրահամը ասեց մարգարեներ եւ Աստծո օրենք կա, Մովսես եւ մարգարեներ կան, ասի գրվածներ կան, թող դրանց հավատան եւ չգան այդ վայրը։ Ասես ոչ, հայր Աբրահամ, եթե մեռելներից մեկը գնա, կհավատան։ Այսինքն տեսեք, նորից մեղքի արտահայտություն։ Երկնքից եղողը, թեկուզ Աբրահամն էր Աստծո գիտությամբ խոսում, որ այսպես անեն թող փրկի, ասում է ոչ, մեր ուզածով թող լինի, մեր ասած ձևերով։ Այսինքն Աստված իր ձևը ասել է, բայց մարդը մեղքը ասում է ոչ։ Փրկության ձևը ասում է ոչ։ Ցավալի է, որ այսօր երկրի վրա անգամ խմբեր կան, որ Աստծո խոսքին ասում են ոչ։ Օրինակ Սուրբ Գիրքը շատ տեղեր ապացուցում է, որ Քրիստոս Հիսուսը Աստված է, Աստված անձնավորություն է, շատերը ասում են ոչ։ Իրենց ինչ-որ երկրավոր արդեն մեռած առաջնորդների ուսմունքը, իրենց թողած ուսմունքն է սովորեցնում, այս ինչ ասել է ոչ։ Այսինքն սա մեղքն է, որ խոսում է։ Այսինքն այդ խումբը ամբողջը հետևում է մեղքին, ոչ թե օրենքին Աստծո։ Հետևում է սատանային, ոչ թե Աստծուն, որովհետև դա մեղքի խոսքն է։ Հենց դրանով Աստված բացահայտում է մեզ, որ մենք ճանաչենք սևն ու սպիտակ իրարից հոգևոր աշխարհում։ Աստծո խոսքն ու սատանայի խոսքը։ Մեկը կարող է ասել, ոչ ոք իրավունք չունի ինձ սահմանափակի իմ իրավունքները, ես իրավունք ունեմ, ինչ ուզեմ անեմ, գուցե ասի, հետո ինչ Աստված ինձանից զորավոր է, ինչու է իր օրենքները դնում։ Աստված առանց իր գրավոր օրենքներն էլ տալու, ասում է, այո, եթե կարող ես, առանց իմ օրենքների, այնպես ապրես, որ ոչ մեկի իրավունքը չխախտես, գնա ապրիր, քեզ չեմ մեղադրի։ Դու կարող ես ապրել, ինչպես ուզում ես, բայց եթե մեկի իրավունք խախտում ես, արդեն դու մեղավոր ես։ Ուրեմն քեզ պետք է դատեն, վերջ-վերջո մարդկանց իրավունքների պաշտպան կա, Աստված, ոչ թե երկրի ոմանք, որ կոչվում են մարդու իրավունքի պաշտպան, իբր մարդու իրավունք են պաշտպանում, ոչ թե ուզում են բժշկել, այլ ուզում են ինքը մնա հիվանդ եւ առավել եւս այդ հիվանդությունը տարածվի աշխարհում։ Պողոս առաքյալը հռոմեացիներից շատերին ինչ ասում, ասում է եւ դուք շատերդ այդպիսին եք, իգացող, արյագետ եւ այլ, բայց ասում է բժշկվեցիք, փրկվեցիք, սրբվեցիք, ազատվեցիք, այսինքն նմաններին Պողոսը հրավիրում էր բժշկության եւ հաջողվում էր, նմանները բժշկվում էին։ Մարդու իրավունքի պաշտպանը Աստված է։ Եվ նա իր իրավունքով պաշտպանում է ամեն մարդու,
Եվ ոչ թե միայն մարդու իրավունքի պաշտպանն է, իր իրավունքների պաշտպանն է եւ հրեշտակների էլ, եւ բոլոր արարածների։ Անկամ բնության հետ կապված օրենքներ կան, որ Աստված ասում է չպետք է խախտես այդ բնական օրենքները։ Այսինքն օրենքը միայն մարդու կյանքի հետ կապված չի, այլ նաեւ բնության հետ կապված է։ Աստված ամեն ինչի հետ կապված օրենք է դրել եւ այդ օրենքները պետք է պահվեն։ Այո, ասացինք, եթե կարող ես ապրել այնպես, որ որևէ մեկի իրավունք չխախտես, գնա ապրիր։ Բայց եթե խախտում ես, պատասխան պետք է տաս։ Եղել է, որ մեզ հարցրել են, օրինակ, կարելի է անել այն, ինչը չի վնասում ինձ կամ ուրիշներին։ Պատասխան սա է, ինչ որ կատարվում է իրավունքի սահմաններում, դա նշանակում է կատարում է Աստծո օրենքի սահմաններում, եւ դա մեղք չի։ Եթե կարող ես գնա ապրիր։ Շատ բարի, բայց ապացուցած է մարդը չի կարող ապրել։ Ուրեմն Սուրբ Գիրքի մեջ կա իրավունքի հետ կապված օրենքներ, որոնց խախտումը մեղք է, բայց նաեւ կա ծիսակատարությունների հետ կապված, որ տվյալ ժամանակում, երբ որ պահանջվում էր, եթե մարդը խախտեր, մեղք էր։ Իսկ եթե արդեն օրենք է փոխվել, նոր ուխտ է եկել, արդեն Աստված դրանք չի պահանջում եւ դրանք չկատարողը Աստծո առջեւ արդեն մեղավոր չէ։ Այսինքն նոր ուխտի ժամանակներում եթե մարդը չկատարի, մեղք չի։ Օրինակ նույն Ելիցի 23:17 կարդամ ձեզ համար, ասում է տարեկան 3 անգամ քո ամեն արունները Տեր Աստծո առաջին պիտի երևան։ Տեսնում եք, օրենք էր 3 անգամ ամեն արու, այսինքն պատանի լինի, թե երիտասարդ, թե հասուն տղամարդ, ասում է 3 անգամ պետք է այն տեղը երևա, իհարկե գիտենք այդ տեղը որտեղն էր, Երուսաղեմն էր, Տիրոջ տաճարը կառուցված, որ մարդիկ պետք է ներկայանան այդ վայրում, Տիրոջ երկրպագեն։ Եթե մարդը չգնար, դա մեղք էր։ Կամ Մատթեոս 12-ի 3 եւ 4-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, Հիսուսի համար ասում։ Եվ նա նրանց ասեց. դուք չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ որ ինքը սովեց եւ նրա լինոնը, ինչպես Աստծո տունը մտավ եւ առաջավորության հացը կերավ, որ օրինավոր չէր նրան ուտել եւ ոչ նրա այդ լինոներին, բայց միայն քանաներին։ Բայց հետո ասում Աստված մեղք չհամարեց Դավիթին։ Նա էլ կերավ, նրա այդ Եղոնեն էլ կերան։ Բայց օրենքը այսպես է, ծիսական օրենք է, հին ուխտի օրենքը։ Այդ հացից միայն քանաները պետք է ուտեն։ Բայց մեկ էլ Դավիթը եկավ կերավ կարիքի դեպքում, նա այդ լինոնեն էր, եւ Աստված նրան մեղք չհամարեց։ Այսինքն ծիսական օրենքներ, ոչ իրավունքի օրենքներ, որոնք ժամանակի ընթացքում վերցվում են եւ անգամ կարիքի դեպքում անգամ Աստված այդ ծիսականի խախտումը մեղք չի համարում։ Օրինակ, ասենք հրամայվածը շաբաթ պահեն, շատ խիստ հետևում են մարդիկ շաբաթին, այն աստիճան, որ անգամ եթե մեկի բժշկում էր Հիսուսը, նրանք չէին ուրախանում, որ այս մարդը տանջանքից ազատվեց։ Նրանք մարդասեր չէին, այլ խիստ կրոնավոր էին։ Բայց Տերը մարդուն ավելի մեծացրեց, քան կրոնը, քան ծիսակատարությունը, ասաց շաբաթը մարդու համար եղավ, ոչ թե մարդը շաբաթի։ Ինչու եմ նշում, այդ մասի շատ հատվածներում կա, որ փոխվել է չկատարման դեպքում մեղք չէ, որովհետև ծիսակատարությունների եւ կրոնի կամ անցած հին ուխտի հետ է կապված։ Եվ դրանց չկատարելը այսօր Աստծո առաջ մեղք չէ։ Ձեզ ասացի, չէ, որ շատերը ման էին գալիս, տեսնես որն է մեղքը, կարծես ուզում են Աստծուն հաճո լինեն։ Եվ այսպիսի պատասխան ես լսել եմ նորահավատ ժամանակս, ասում էին Աստծո խոսքի խախտումը մեղք է։ Սահմանումներ էին ուզում ճարեն, որ ապրեն, բայց հետաքրքիր է, սա էլ է Աստծո խոսքի խախտում, բայց Աստված մեղք չհամարեց, չէ՞։ Չէ Դավիթի արածը։ Ուրեմն ամեն խոսքի խախտում չի։ Դրա համար մենք ասենք այն խոսքերը, որոնք իրավունքի եւ արդարության հարց են որոշում, իրավունքի եւ անիրավության սահման են ցույց տալիս, այդ սահմաններից անցնելն է մեղք։ Աստծո խոսքը շատ խորն է։ Եթե մենք սահմանում այսպես տանք, Աստծո խոսքի խախտումը մեղք է, կսխալվենք եւ շատ տեղերում պատին դեմ կառնենք։ Ամեն անօրություն մեղք է կամ ամեն անիրավություն մեղք է։ Սակայն Սուրբ Գրքում երկու ուրիշ հատված էլ կա, որ ասում եմ մեղք է, բայց դա սահմանում չէ, հիմա դրանց մասին կխոսեմ, օրինակ Հռոմեացիների 14-ի 23-ի երկրորդ մասում ասում է
խոսում է նախ վերևում ուտելու, խմելու, օրենքների ծիսակատարությունների հետ կապված, եւ ասում է, եթե մեկը խղճմտանք անելով է ուտում, դա մեղք է, որտեվ ինչ որ հավատքից չէ մեղք է, այդպես է գրած, բայց դրա արմատում ընկած է նորից Աստծո օրենքի խոսքը, հնարավոր է մեկը ուտում է, բայց խղճմտանք է անում, այսինքն մտածում է, որ նա օրենք է խախտում, եթե ուտի մեղք է, մեկը օրը պահում է, ասում է մարդ կա ամեն օր իր համար նույնն է, մարդ կա օրից ավել է դասում, մարդ կա մտածում է ամեն օր Աստծո համար նույնն է, ինչպես որ կա իրականության մեջ, Աստված ճիշտ է ծառայությունները որոշ է տարբեր օրերի հետ կապված, բայց իրականության մեջ այս օրերում Աստծո համար օրերը մեկ են, բայց մեկի համար համարում ունի նա, որ շաբաթ ամենամեծն է, նա այդ համարումը ունի ու երբ որ շաբաթ օր աշխատում է, խղճմտանքով է աշխատում, սա արդեն մեղք է, ինչ-որ հավատքից չի մեղք է, նրա մոտ պետք է պարզվի այդ հարցը, որ նա խղճմտանքով չվարվի օրվա հետ կամ ուտելու հետ, կամ ասի խոզի միս ուտելը հին ուխտով մեղք է, մեկ էլ ուտում է խղճմտանք է անում, իսկ մյուսը Աստծո խոսքին է նայում, որ ասում է ինչ որ սպանդանոցում, ասիկա բազարում ծախում է, կարաս առնես ուտես առանց խղճմտանք անելու, բայց այդ մարդը Աստծո այդ խոսքին չի հավատում, ուտում է նորից խղճմտանք է անում հին ուխտի պայմանների հետ կապված, որ խոզի միսը գուցե մեղք է, այո, եթե նա չի հավատում Աստծո խոսքին, ուրեմն մեղք է նրա համար, չի հավատում ու ուտում է, ասում է մեղք մի համարի Սուրբ Գիրքը, իսկ նա մեղք է համարում եւ ուտում է, դե եթե մեղք ես համարում եւ ուտում ես, ուրեմն քեզ համար մեղք է, դա հավատքից չէ, ուրեմն դա այդպես է, Հակոբոսն էլ խոսում է օգնության մասին եւ քույր եղբայրների նեղության մասին եւ այսպեսի խոսք ունի 4:17-ում իր թղթի, ասում է ով բանին գիտե եւ չի անում, դա նրա համար մեղք է։ Նորից այստեղ Աստծո պատվիրանի խոսքի հետ է կապված։ Աստված ասում է, օրինակ, սիրիր չէ քո ընկերին, բայց դու սեր չես ցուցաբերում, դու խախտում ես այդ օրենքը, բանին գիտես, բայց չես անում։ Ուրեմն այս երկու խոսքում էլ է գրված ինչն է մեղքը, սակայն սրանք սահմանում չեն։ Հիմնականում կորիզը սահմանումը սա է, ամեն անիրավություն մեղք է, ամեն կամ օրինազանցություն մեղք է։ Մենք հիմա կանցնենք երկրորդ բաժնին, որը կոչվում է մեղքը ինչպես մտավ աշխարհ եւ նրա ազդեցությունը, ինչ հետևանք թողեց աշխարհի վրա, մարդկության վրա։ Աստվածաշունչը վկայում է, որ մեղքը հենց սկզբից աշխարհ բերեց սատանան, ոչ թե մտցրեց, այլ բերեց։ Ուշացում դարձեք արտահայտությունները, Ծննդոց 3-ի 1-ից ասենք 5-ում, ասում եմ, օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանի, որ Տեր Աստվածն ստեղծել էր, եւ նա կնոջն ասաց. «Իրավ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք», եւ կինը ասաց օձին. «Պարտեզի ամեն պտղից ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասաց, ու շարունակություն գիտեք, իհարկե չեմ ուզում կարդալ, բայց նա խաբեց կնոջը, այսինքն մինչև օձի այս գործը մարդիկ ապրում են մաքուր։ Աստված պատվիրել է, նրանք էլ պատվերը պահում էին։ Բայց նա կոնկրետ չգիտեր ինչն է, որ հարցում է իրավունքի հարցը, երևում է, որ նա տեղյակ չէր եւ ասես փորփրում էր, որ գտնի։ Գուցե դրանց առաջ հարցրել էր. «Արդյոք ջուր խմելը մեղք է»։ Ասում էր՝ «Չէ»։ «Էս ինչ տեղում լինելը մեղք է»։ «Չէ»։ Հարցը հասել էր ծառներին։ Իհարկե հայերենում մի քիչ լավ ավելի միտքը չի ինչու, բայց բնագրում այսպես է. իրավացի է, որ Աստված ասես պարտեզի ոչ մի պտղից չուտեք։ Կարծես նուրբ ձևով ուզում էր Աստծո վրա մեղք բարթել։ Աստծո վրա, ասենց ասած, ոչ ճիշտ բան բարթել։ Աստծո այս արածը ճիշտ է, որ ասում է պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Բայց Եվան առաջին հասցից պաշտպանում է Աստծուն։ Չէ, Աստված դες բան չի ասել։ Աստված ասել է միայն մի ծառից մի կերեք եւ նրան չդպչեք։ Բայց հետո նա խոսքը փոխում է, ասում է չէ, չեք մեռնի։ Արդեն բացահայտեց գաղտնիքը եւ մեղանչել տվեց մարդուն։ Այսինքն առաջինը սատանան բերեց եւ 12:9-ում հայտնության այսպես է գրված. «Եվ վայր գցվեց այն վիշապը, այն առաջին օձը, որ բանսարկու եւ սատանա է կոչվում,
Այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գցեց երկրի վրա եւ իր հրեշտակները իր հետ վայր գցվեցին։ Այսինքն հայտնությունը արդեն պարզում է այդ առաջին օրցը ով էր, սատանան էր։ Դրա համար ասում է սատանան բերեց մեղքը աշխարհ։ Սակայն շատերը այսպիսի բան են հարցնում. առաջին մեղքը որտեղ է գործվել, երկնքում թե երկրի վրա։ Որտեղ է, մարդիկ ուզում են կարծես թե տարածքային հարցը տեսնեն, բայց հարցը դա չի, երկրին մոտիկ էր մեղք գործած անձը, թե երկնքում էր այդ պայն, դա կարևոր չի, բայց Սուրբ Գիրքը ասում է առաջին մեղքը կատարվեց սատանայի ներսում, այդ հրեշտակի ներսում, սրտում կատարվեց եւ իր սրտից դուրս եկավ տարածվեց վարակեց ուրիշ հրեշտակներ եւ այն մեղանչել տվեց եւ ամբողջ աշխարհից որ տեսնում եք ինչ վիճակի մեջ է միտեղ կատարվեց մեկ անձնավորության սրտում եւ այդ մեկ անձնավորությունը ինքը իրեն պղծեց եւ ինչքան միլիարդավոր անձնավորություններ իր հետ միասին պղծեց Եսայի 14-ի 13-ում 14-ում գրված է այդ մասին ասում է բայց ինքդ ասել է իր քո սրտում այդ հրեշտակի համար է ասում վեր կելեմ երկինքը Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսի ծայրումը վեր կելնեմ ամպերի բարձրության վրա բարձրալին կնմանվեմ ուրեմն լսեք ինչ են մտածում ասում աստվածների գիտեք ինչ է աստվածների գրած հայերենում էս տեղում ճիշտ չեն թարգմանել այսինքն աստվածքի հիշում եք որ մենք ասենք աստված անունը եբրայերենում գոյականը 3 թիվ ունի հոգնակի է գրած միշտ աստված եզակի չկա գրված աստվածք եւ ասում է դու քո սրտում ասեցիր Եզեկիելի 28:15-ում էլ այսպես ասում դու կատարյալ էր քո ճանապարհներում քո ստեղծած օրիցը մինչև որ քեզանում անօրնություն գտնվեց ուշադրություն դարձրեք այդ անձնավորությանը որ սատանան հիմա կոչում արուսյակ էր առաջ Աստված նրան կատարյալ էր ստեղծել պատկերացնում եք մեղք չկար որտեղ Աստծո բոլոր ստեղծածը բարի էր չէ այդպես հնչեց խոսքը բոլոր ստեղծածը բարի էր անգամ այս հրեշտակը բարի էր դրա համար Սուրբ Գիրքը ասում է դու կատարյալ էիր մինչև այն օրը որ քեզանում անօրնություն գտնվեց այսինքն անօրնություն ինչ է մենք ասենք մեղք մինչև որ քեզանում մեղք գտնվեց պատկերացնում եք մեղքը մտավ այս անձնավորության սիրտը գետին տապալեց ավիրեց փչացրեց հավիտենական դատաստանի բաժին սարքեց տեսնում եք մեղքի ազդեցությունը եւ ինչ ազդեցություն ունեցավ սատանայի կյանքում մեղքը ապստամբություն Աստծո դեմ իր սրտում մտածում էր վեր կենա անգամ բարձրալին կնմանվեմ այսինքն բարձրալը ով էր միակը անհավասարը եզակին աննմանը բոլորը նրան երկրպագող այսինքն խոսքը այսպես էր դուրս գալու ես նրա փոխարեն պետք է նստեմ նրան նմանվեմ այսինքն սրանց հետո ես պետք է լինեմ այն անձնավորությունը որ բոլորը ինձ երկրպագեն սատանայի համար հոբի գրքում չէ ասում Աստված որտեղից ես գալիս ասես այստեղ ալյուր եւ ամենուր ինչպես որ Ռոստամ Զորաբի ասես ասես գրքի մեջ Ֆիրդուսին ասում է երկրի վրա թափառելուց եմ գալի ման գալուց այսինքն եթե նա Աստծո նման լիներ միևնույն ժամանակ ամեն տեղ կլներ ոչ թե ստենդը ման կգար թե շատ արագ կարող է տեղափոխվել բայց ամենուրեք չի նա Ինչպես կարող է նստել այդ փառքին, որ նա այդ սխալը արդեն գործեց իր սրտում այդ ծրագիրը է դնում։ Ուրեմն Հակոբոսի 1:14-15-ն եմ ձեզ համար կարդում, ասում է. բայց ամեն մեկը փորձում է բուն իր ցանկություններից հրապուրված եւ խափած։ Անուհետև ասում է ցանկությունը հղիացած ծնում է մեղքին էլ երբ որ կատարում է մահ է ծնում։ Ուշադրություն դարձնում այս օրենքը գործեց նաեւ հենց այդ հրեշտակի կյանքում։ Ցանկությունը հղիացավ, մեղք ծնվեց, մեղքն կատարելով մահը ծնվեց։ Դրա համար հիշում եմ, երբ որ մենք պատանի ենք, երիտասարդ ավելի ճիշտ մեկ մրցումներ է լինում, հանելուկ էր դրում, ասում են ով է մահվան պապին։ Ցանկությունը ծնում է մեղք, տղա ծնվավ ցանկությանը մեղք անունով, մեղքից էլ ծնվավ մահը, ուրեմն պապին ով է մահվան ցանկությունը։
Նաև առաջին Հովանու 3:8 կարդամ ձեզ համար գրված է. նա որ մեղք է անում սատանայիցն է, որտեղ սատանան հենց սկզբից մեղանչում է։ Նրա համար հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Այսինքն դա առաջին օրերն էր։ Աստված երկինք ու երկիրը արեց 6 օր։ Այսինքն 6 օրվա մեջ արարվել է նաև այս հրեշտակը։ Մարդուց մի քիչ շուտ էր արարվել, սակայն հենց այդ օրերի մեջ նա մեղանչեց։ Այսինքն օրերը հիմա ես չեմ ասում այդ 10 օրվա մեջ, 20 օրվա մեջ, բայց հենց սկզբից, այսինքն նոր էր ստեղծագործությունը, ասենց ասած, ընթացքի մեջ ընկնում։ Ադամը Եվան դեռ երեխաներ էլ չէին հասցրել ունենան։ Դրա համար Հովհաննես ասում է, հենց նա սկզբից մեղանչում է։ Ուշադրություն դարձեք արտահայտությունը Հովհաննեսի։ Ասում է, նա որ մեղք անում սատանայիցն է, որտեղ սատանան հենց սկզբից մեղանչում է, չի ասում մեղանչեց։ Այսինքն նա մեղանչում է, հարատևում է այդ մեղքի մեջ։ Հարատևում է, սկսել է եւ շարունակում է, չի ուղղվում։ Մեղքը բերողն էր սատանան, բայց Ադամն էր դուռ բացողը դեպի աշխարհ մեղքի համար։ Մինչև այդ էր, դեռ Ադամը որ չէր մեղանչել, սատանան արդեն մեղանչած էր, բայց աշխարհ չէր մտնում մեղքը։ Դրա համար ասում ենք, սատանան բերեց, բայց Ադամը մցրեց աշխարհ։ Հռոմեացիներին ուղղված նամակի 5:13-ում գրված է. Սրա համար ինչպես մեկ մարդու ձեռով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքով էլ մահը, եւ այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Այստեղ էլ է չի ասում մեղքը մտավ աշխարհ, մեղքով էլ մահը։ Մեկ մարդու ձեռով մեղքը մտավ աշխարհ, ոչ թե սատանայի, այլ մարդու ձեռով։ Այսօր հնարավոր է, այո, մենք էլ թույլ տանք հանգարց Աստված հեռու տանի, որ չանենք, մեր ընտանիքները դռները մենք ենք, հավատքի մարդն է։ Սատանան չի կարող որևէ բան մտցնել քո ընտանիք, մինչև դու դուռ չբացես։ Քեզ առաջարկում է, բերողն է նա, բայց մտցնողը ընդունողն է։ Եվ Հակոբոսի գրքից մենք կարդացինք, չէ՞ որ Աստված չար բանով չի փորձում մարդուն, մարդը փորձում է իր ցանկություններից, ցանկությունը հեղիանալով մեղք է ծնում, մեղքի կատարում մահ է ծնում։ Աստված ասում է չար բանով չի փորձում։ Շատերը ընդհանրացնում են, ասում են Աստված մարդուն չի փորձում, ոչ, փորձում է Աստված մարդուն, բայց չար բանով չի փորձում։ Շեշտը դրված է, Աստված չար բանով չի փորձում։ Սակայն փորձվելը, այսինքն Հակոբոս նկատի ունի փորձության մեջ ընկնելը, բայց փորձվելը, ստուգվելը ինքնին մեղք չէ։ Օրինակ, ասենք, Հիսուսը փորձվեց անապատում, չէ՞։ Սատանայից փորձվեց, բայց մեղք չգործեց, չընկավ, չենթարկվեց նրա, ասենց ասած, առաջարկություններին։ Դրա համար Հիսուսը անմեղ կոչվեց։ Շատ ժամանակ օրինակ եմ ասում, մարդ կան, քույր եղբայրներ, որ երազ են տեսնում, կամ տեսիլք, շատ են սարսափում, երբ որ հանկարծ ասես, այս տեսիլք կամ երազը չարից է։ Շատ են վախենում։ Իհարկե վախենում են ոչ թե իբր փորձության կենթարկվեն, այլ վախենում են իրենց հպարտությունից, իրենց անունից։ Վայ, թող չասեն, այս ինչը վատ երազ է տեսել կամ վատ տեսիլք։ Տեսիլքն ինչ է, մի բան տեսնում ես էլի։ Հիմա կարող սատանան մեկին երևա, դու ինչով ես մեղավոր։ Հիսուսին էլ երևաց, բայց Հիսուսը մեղավոր չէր։ Հիսուսին տեսիլք ցույց տվեց, ասում է ցույց տվեց մի ակնթարթում աշխարհի ողջ փառքն ու հարստությունը, չէ՞։ Եվ ասեց այս ամենը Հիսուս տեսիլքը տեսավ չարից, բայց չենթարկվեց, չհնազանդվեց։ Ուրեմն սա եմ ասում, սա չի մեղքը, որ սատանան է քեզ փորձում, մեղքը հնազանդվելն է։ Աստծո սահմանները խախտելն է կոչվում մեղք։ Դրա համար Եբրայեցիների 4:15-ում էլ գրված է, ասում է, որտեղ ոչ թե այնպիսի քանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Գիրքն է ասում, Հիսուսը փորձվել է, բայց առանց մեղքի։ Այսինքն, մարդը փորձվում է, ընկնում է մեղքի մեջ, մեղանչում է։ Առանց մեղքի սա է նշանակում։ Հիսուսը փորձվել է, ամեն տեսակ փորձնով ինչ որ մարդն է փորձվում, բայց չի մեղանչել, առանց մեղքի սա է նշանակում։ Նա չի մեղանչել, փորձվել է, բայց չի ընկել մեղքի մեջ։ Ինչ եմ ուզում ասել, փորձվել ինքնին մեղք չէ, փորձության ենթարկվելն է մեղք։ Հիսուսն էլ փորձվեց, բայց մեղք չգործեց։ Սակայն ազդեցության մասին նայենք,
Մեղքի ազդեցությունը ինքը հենց չարը, որ չար է կոչվում բարի էր դեռ, մեղանչեց, փոխվեց, չարացավ։ Դարձավ ապստամբ Աստծո առջև, դարձավ հակառակորդ, դարձավ, ասենց ասած, մահ տարածող, մեղք տարածող եւ մեղքից էլ մահ։ Բազում հրեշտակների եւ միլիարդավոր մարդկանց վրա։ Շատ ժամանակ որ թեկուզ եկեղեցու անդամ լինի, թեկուզ ոչ եկեղեցու անդամ, հավատացյալ կոչված, մենք տեսնում ենք, որ մեղանչեց, լուրջ հարցերում մեղանչել է եւ այդ դիրքը բռնել է, մեղանչում է, ոչ թե մեղանչեց։ Նա այդ դիրքի մեջ գնում է հայտարարում է եկեղեցում, եղբայրներ, քույրեր, այս անձնավորության հետ գործ չունեք։ Մենք տեսնում ենք, որոնք բարի ձածա են ձևանում, ով ինչ ասել է իմ գործը չի, ես այս մարդուն ճանաչել եմ, այս մարդու հետ կհաղորդակցվեմ, իմ աղբերությունը, իմ քույրությունը, մինչև վերջ։ Մենք տեսնում ենք նա էլ ավիրվեց, տարածվող է սա, վարակովի է։ Իսկ ոմանք չեն ուզում ենթարկվել Աստծո որոշման, Աստծո, օրենքի որ Աստծո խոսքով ասում է, օրինակ, այդպիսիների հետ մի շփվիր։ Ինչպես է մեկ անձ մեղանչեց, միլիարդավոր անձերը այսօր կոտորվում են նրա պատճառով։ Նմանապես միայն նրա մեղքը չի, որ կարող է տարածվել եւ վնաս պատճառել, այլ ներկայումսելու, որևէ մեկ եթե մեղքի մեջ հարատևում է, ասում է, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Պողոս առաքյալը ասում է, կփչացնի ձեր բարի վարքը։ Ուրեմն պետք է հեռու լինել, ով ուզում է լինի։ Հենց դրա համար է Տեր ասել, ով որ չուրանա իր ամեն ինչը, ուզում է ծնող լինի, եղբայր լինի, քույր լինի, ով ուզում է լինի, եթե չուրանա, չի կարող ինձ հետևել։ Ուրեմն մարդը ինչ էր, կենթանի անձնավորություններ, անմահ անձնավորություններ, մեղքի պատճառով դարձավ մահկանացու։ Նաև ազդեցություն ինչ էր, ասում է հռոմեացիների 3:22-ում ասում, որովհետև ամենքը մեղաչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Այն փառքը, այն ծրագիրը, այն փառավոր ծրագիրը, որ Աստված որոշել էր մարդու համար, մեղանչելու պատճառով, ասում է, կտրվեցին Աստծո փառքից։ Մեղքը, այո, նաև տանջանքի ազդեցություն ունի։ Ասում է, Եվայի համար Աստված ասում, ցավով զավակ ծնես։ Մեղքի ազդեցությունը ոչ թե միայն մահը եկավ աշխարհ, իբրև մարդիկ հանգիստ ապրեն ու հետո վերջ-վերջում մեռնեն։ Ոչ, մինչև մահն էլ ցավերի տեր եղավ մարդը։ Ադամին ասում, երեսիդ քրտինքովը հացդ վաստակեց։ Մինչև այդ երեսի քրտինքով չէ, տանջանքով չէր, որ պետք է իր հացը վաստակեր։ Օրհնությունով էր, որ նա ապրում էր։ Բայց մեղանչելուց հետո տանջանքով է ապրում, հաց վաստակում։ Այսօր էլ մարդիկ տանջվում են, որ վաստակեն, բայց եթե մարդը իրոք Աստծուն է ընդունում, Քրիստոսով սա լրացուցիչ եմ ասում, կարող այո, ոչ թե միայն մտածել, թե ինքը պետք է աշխատի եւ ապրի, պետք է աշխատի, Աստված է պատվիրել, սակայն մեր հույսը, մեր աշխատանքը չի, մենք Աստծո օրհնությունով պետք է ապրենք։ Աշխատանքն էլ պետք է օրհնվի, աշխատանքից դուրս օրհնություն էլ Աստված տալիս է իր զավակներին։ Հիշում եք, որ ասացինք մարդ թեմայի մեջ մարդը սուրբ անձնավորություն էր, չէ՞, ստեղծվելուց, մաքուր էր, բարի էր, սուրբ էր, բայց արդեն դարձավ մեղավոր, ոչ սուրբ։ Ազդեցություն ինչ ասում, մարդուն փոխեց, մեղավոր էակ սարքեց։ Եվ նաև մարդը հավիտյան ապրելու հնարավորություն ուներ, բայց այս անգամ զրկվեց հավիտյանական կյանքից։ Նա վրա դատաստան եկավ։ Սա մեղքի ազդեցություններն են։ Մարդը մեղանչելով փչացրեց, վնասեց իր ողջ էությունը, թե մարմինը, թե շունչը, թե հոգին։ Դե արդեն հոգու համար խոսեցինք, որ կերածդ օրը մահով կմեռնես, կենթանի հոգի դարձավ մեռած հոգի, մարմինը ցավերով խոցվեց, ցավերի մասին խոսք ու անեցք եղավ մարդուն, նաև շունչը, այսինքն մարդը բարի էր, դարձավ չար։ Շունչը հիմնականում մտային մասն է, հոգու եւ մարմնի, ոնց ասած միացնող մասը։ Եվ մարդը սկսեց, ինչպես Ծննդոց գրքում գրված, ասում է, գիշեր եւ ցերեկ չար էր մտածում։ Շունչը, միտքը, նպատակները, ծրագրերը բոլորը փչացան։ Այսինքն մարդը փչացեց իր ողջ էությունը եւ մարդը կտրվեց Աստծո բնությունից։ Ուշադրություն դարձրեք, երբ որ Աստված փչեց մարդու մեջ, Աստվածային բնություն նրա մեջ ներարկվեց, ասենց ասած, սրսկվեց։ Եվ մարդը Աստծո բնությամբ էր, մաքուր, սուրբ, բարի,
ուրախ, խաղաղ, բայց երբ որ նա մեղանչեց, նրանից դուրս եկավ, կարելի ասել, այդ բնությունը, մաքուր բնությունը, նոր բնույթ ընդունեց իր մեջ, սատանայական։ Ճիշտ նմանեցնում է մարդուն այս պահին, օրինակ կոմպյուտերները, չէ՞։ Գիտեք, որ ծրագիրներ են լցվում մեջը, չէ՞։ Ինչ ծրագիր լցնես, դրանով է աշխատում։ Մարդը լցված է բարի ծրագրով, աստվածային ծրագրով, աստվածային բնույթով։ Իհարկե ծրագիր եմ ասում, որ ձեզ հասկանալ լինի, բայց բնույթն էր, աստվածային բնույթով, սուրբ բնույթով, բայց մեղանչելուց հետո այդ սուրբ բնույթից զրկվեց, դարձավ մեղանչական։ Այսինքն մարդը առաջինը կորցրեց իր բարոյական կողմերը, բարի էր դարձավ չար, սուրբ էր դարձավ մեղանչական, մեղավոր։ Երկրորդը մարդը կենդանի անձնավորությունը դարձավ մեռած անձնավորություն, թեև գոյատևն է, աշխատում է, շնչում է, բայց մեռած անձնավորություն որպես մեղքի ենթակա։ Կամ մարդը բարի ղեկավար էր, մարդ թեմայի մեջ ասել ենք, նա դարձավ չար։ Եվ չորրորդը մարդը կորցրեց ինքնագիտակցությունը եւ այսօր պարզ է, որ շատ մարդիկ անգամ իրենց ամեն ինչի հետ համատում են, բացի Աստծո հետ։ Այսինքն համատել է իմաստով, ամեն իրենց ծագում ամեն ինչի հետ կապում են, բացի Աստծուց։ Այսինքն գիտության նշան է սա։ Սակայն ուզում եմ մի խոսքի վրա կանգնել, ասենք օրինակ շատերը նման հարց են տալիս, թե լավ, սատանայի մեջ մեղքը որտեղից եկավ։ Ոմանց ասում են, երևի ուշադիր չեք սովորել մեղքի սահմանումը։ Մենք նայեցինք, մեղքը սա ֆիզիկական մի բան չի, որ քայլի գա կամ էլ հոգևոր մի բան, որ գա մտնի մեջը։ Մեղքը գործողությունն է։ Օրինակ, աշխատել, ինչ անել, աշխատել։ Այդ գործողության անունն է աշխատանք։ Մեղքն էլ մեղանչելու անունն է, մեղք է կոչվում։ Մեղանչել գործողություն է, մտքով գործողություն կատարես, թե ձեռով ոտով, տարբերություն չկա։ Մեղանչելու անունն է մեղք։ Հռոմեացիների 7-րդ գլխում Պողոս առաքյալը մեղքը անունով է ներկայացնում, այսինքն այդ գործողությունը, ասում է, չէ, կա մի քանի օրենք, կա մտքիս օրենք, որ հավանում եմ երկրորդ ամենաբարձր օրենքին, այսինքն Աստծո օրենքին, բայց մեջ բացատրվում է ուրիշ օրենք, մեղանչելու օրենքը, բայց մեղանչելու անունն է տալիս։ Պողոս ասում է, բայց մեջ տեսնում եմ մեկ ուրիշ օրենք, մեղքի օրենք, մեղք, որ ասում են չի թողնում հնազանդվեմ Աստծո օրենքին, իմ մտքիս օրենքի դեմ է պայքարում եւ ինքն է հաղթում։ Այսինքն մեղք արարմունքի անունն է, հասկանալի է։ Աստված ձեզ օրհնի։ Հիմա մենք կանցնենք վերջին բաժնին մեղքից ազատագրում։ Ուրեմն թեև մարդը մեղանչեց, ապականվեց, դատաստանի արժանի եղավ, այն էլ գիտեք ոնց, եթե Աստված չողորմի, արդեն իր ողորմությունը դրել է, պետք է մարդը ընդունի իր բարություն շնորհքը։ Եթե Աստված ձեռ չմեկնի, մարդը կմնա հավիտյան, իր տանջանքներով, իր ցավերով, իր դժվարություններով հանդերձ։ Թեև ֆիզիկապես մեռնի է, սկսում է հոգևոր տանջանքը, ավելի սարսափելի, քան ֆիզիկական տանջանքն է։ Հիշում եմ, մեկ մարդ, երբ որ դժոխք գնաց եկավ, հիվանդության պատճառով, երբ որ նա վերադարձավ, հոգին ետ եկավ, ինքն չի ասում, այս երկրի վրա ամեն ցավի հոժարը, բայց 5 րոպե տեղ էլ չեմ ուզում տեսնել։ Դրա համար Աստված ասեց, կյանքի ծառ ճանապարհ փակեց, որ չլինի թե հավիտյան ապրեն, ասում է, որտեվ եթե դա էլ ուտեն, արդեն բժշկվելու հնարավորություն չկար։ Պետք է այդ վիճակի մեջ հաստատվեն մինչև հավիտյան, բայց Աստված ճանապարհը փակեց, Աստված ողորմություն արեց, որտեղ մարդու համար պահանջվում էր պարտքերի վճարում։ Մարդը ինչով էր պարտք, մահով էր պարտք։ Դրա համար մահ պետք է հատուցվեր, այն էլ ոչ սովորական անձի մահ, որտեղ ասում է մեկը լինի, որ ասեմ ինձ համար մահանա, որ մնաց ես ուրիշի փրկիչ դառնամ, չկա, բոլորը մեղանչեցին, ասենք երկրի վրա որքան մարդ որ եղել է, թեկուզ ստացել են ներում, խոսքս դրա մասին չէ, որ մնացին մեղավոր, սակայն բոլորը իրենց անձնական մեղքը ունեցել են բացի մեկ հոգուց, Հիսուս Քրիստոս անձնավորությունից։ Եվ Հիսուս Քրիստոսը ինչու պետք է զոհ լիներ,
որտեղ նա այն արժեքը ուներ, որ կարող էր բոլորի գինը վճարել, որտեղ մարդիկ Աստծո պատկերով էին, նշանակում է Աստված անձնավորություն պետք է գար, որ նրանց փրկիչ դառնա, միայն Աստված է, որ փրկիչ է, այս անունը Աստծո հատուկ անուններից է, Հիսուսն ինքը Աստված էր, եկավ եւ մարդացավ, Կույս Մարիամից մարմինը ստացավ, մեծացավ անմեղադրելի կյանքով եւ ժամանակների վերջում, որ Աստված որոշել էր, թույլ տվեց, որ նա խաչվի որպես սուրբ զոհ մարդկանց համար։ Մենք մահով էինք պարտք, նա մահով պետք է հատուցեր, որտեղ գրված է մեղքի վարձքը մահն է, այդպես գրված է Սուրբ Գրքում, նաև հենց սկզբից ծննդոցում էլ, եթե դրանց ուտես մահով կմեռնես, ասենք մեղքի վարձքը մահն է, դրա համար Քրիստոս պետք է մեռներ անպայման, եւ Աստված ամեն բան արեց մեր փրկության համար, Քրիստոսը մահացավ, սակայն երրորդ օրը հարություն առավ, օրինալ է հարությունը Քրիստոսի, դրա համար Սուրբ Գիրքը ասում է, նա մեռավ մեր մեղքերի համար, հարություն առավ մեզ արդարացնելու համար, թեև մեռավ մեր մեղքերի պարտքը հատուցեց, սակայն մեռած չմնաց, նա հարություն առավ, նա մեռած Տեր չի, ողջ Տեր է, որ մեզ փրկվածներից տանի կյանքի ճանապարհով, այսինքն ինչ կատարվեց, ուշացում դարձեք, մարդը Աստծո ծրագրի մեջ էր, դեպի հավիտենություն, հավիտենական փառք, աստվածային փառք, սակայն մեղանչերով զրկվեց փառքից, զրկվեց հավիտենական կյանքից, մարդը այդ մեղանչելով Աստծո ծրագիրը չփչացրեց, ուշացում դարձեք, թեև մարդը դժվարություններ առաջացրեց ինքն իր համար, նաև Աստծո համար, Քրիստոսը եկավ խաչվավ, դա մեծ դժվարություններ Աստծո համար, Աստծո որդին, սակայն Աստծո ծրագիրը մնաց ընթացքի մեջ, Քրիստոսի մահով ու հարությունով կամրջվեց, նորից վերականգնվեց այդ ավերված տեղերը Քրիստոսով, մարդը նորից վերադարձավ այդ ծրագրի մեջ, այդ փառքի մեջ, որ Աստված ծրագրը պակասել էր Աստծո փառքից, բայց հիմա մտավ նորից այդ փառքի մեջ Քրիստոսով, որտեղ գրված է Երկրորդ Թեսաղոնիկացի 2:13-ում Աստված մեզ իր փառքին կանչեց Քրիստոսով։ Մենք նորից դարձանք դեպի մեր Աստվածը, մեր Տերը եւ մեր Աստծո փառքն ու հավիտենական կյանքը։ Աստված ձեզ օրհնի, Աստված ձեզ պահապանի։ Մեղքն անիրավ եւ անօրեն արարք է, որն առաջացավ սատանայի սրտում եւ նրա ձեռքով էլ բերվեց աշխարհ, սակայն Ադամով մտավ աշխարհ եւ այդ մեղքով մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա, որի հետևանքով նրանք դարձան մեղանչական եւ մահկանացու, վնասվեց մարդու ողջ էությունը։ Հետևաբար Աստծո պատկերով ստեղծված մարդը զրկվեց Աստծո փառքից եւ հավիտենական կյանքի փոխարեն մահվան դատաստան եկավ նրա վրա։ Կյանքի օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը։ Սակայն մեղքից եւ դրա հետևանքից, հավիտենական տանջանքից, մարդը կարող է փրկվել Աստծո որդի Հիսուս Քրիստոսին հավատալով։